Սիրելի բարեկամներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, ավարտին է մոտենում անցնող տարին։ Եվ երբ մենք ամփոփում ենք անցնող տարին, յուրաքանչյուրիս անձնական կյանքում այն բնականաբար ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, նոր նախաձեռնություններ, նոր նախասկզբեր, նոր արդյունքներ։ Դրանով հանդերձ մեր երկրի կյանքում տարին չափազանց դժվարին էր։ Մեր երկիրը դեռևս չի կարողացել դուրս գալ այն ճգնաժամից, որում մենք հայտնվել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում։ Մեր թշնամուն հաջողվել է հակամարտությունը տեղափոխել մեր երկրի ներս։ Մենք տեսել ենք այս տարվա ընթացքում, ինչպես հրոսակները հարձակվել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, ինչպես են ազատազրկվել նրա սպասավորները, ինչպես բազմաթիվ ազնիվ եւ անմեղ մարդիկ դարձել են խղճի բանտարկյալներ։ Մենք տեսել ենք, թե ինչպես է շարունակվում խայտառակ դատավարությունը Բաքվում, որտեղ Ադրբեջանի բռնապետը դատում է մեր ինքնությունը, մեր պայքարը, մեր տեսակը փորձում է ստորացնել մեզ։ Ուստի 2026 թվականը մեր համար պետք է դառնա շրջադարձի տարի։ Շրջադարձ, որը մենք պետք է ապահովենք, միավորելով մեր հասարակության բոլոր առողջ ուժերը, վեր կանգնելով տարաձայնություններից, վեր կանգնելով տարբերություններից, գիտակցելով, որ մենք կանգնած ենք մեր պատմության մեջ կարևորագույն ընտրության առաջ։ Կանգնած ենք ընտրության մեր արժեքների, մեր հայրենիքի, մեր տեսակի, մեր հավատի համար։ Եվ շատ կարևոր է, որ մենք այդ ընտրությունը անենք ոչ թե ստամոքսով, այլ գլխով եւ սրտով։ Ապագայի արժանապատիվ ճանապարհ բացելով մեր սերունդների համար։ Ուստի շնորհավորում եմ բոլորիդ ամանորը, ցանկանում եմ բոլորիդ երջանիկ եւ բարեբեր նոր տարի եւ ցանկանում եմ, որ մենք բոլորս միասին ուսուսի ձեռք ձեռքի տված կարողանանք այս տարին դարձնել մեր հաղթանակի տարին։